Կանանց նկատմամբ բռնությունը եւ առհասարակ ընտանեկան բռնությունը ցավոք պատմականորեն եղել են հայրիշխանական պատրիարքալ հասարակությունների անբաժանելի մասը։ Կանանց նկատմամբ բռնությունը որպես ուժային պատմական անհավասար հարաբերությունների դրսևորում գոյություն է ունեցել գրեթե բոլոր քաղաքակրթություններում։ 19-րդ դարում հայկական հասարակությունը, ինչպես նաև օսմանյան եւ ռուսական կայսրությունների ազդեցության տակ գտնվող հայկական գաղթօջախները ամբողջությամբ հայրիշխանական էին։ Տղամարդը հայրը կամ ամուսինը ընտանիքի անվիճելի գլուխն էր։ Ամուսնությունները հիմնականում կազմակերպվում էին ծնողների կողմից։ Կնոջ ընտրության իրավունքը շատ սահմանափակ էր, իսկ ամուսնալուծության դեպքում կինը հաճախ մնում էր անպաշտպան։ Ընտանեկան բռնությունը համարվում էր ներքին կամ անձնական գործ, որին ոչ հասարակությունը, ոչ եկեղեցին, ոչ պետական կառույցները չէին միջամտում։ Կնոջից սպասվում էր համեստություն, հնազանդություն եւ լռություն։ Ընտանիքի պատիվը պահպանելու համար, թեև 19-րդ դարում հայաբնակ քաղաքներում սկսեցին բացվել կանանց համար նախատեսված դպրոցներ եւ վարժարաններ, կանայք սկսեցին մասնակցել բարեգործական եւ կրթական ընկերությունների աշխատանքներին, այդուհանդերձ 19-րդ դարը Հայաստանում կնոջ իրավունքների առումով հակասական շրջան էր։ Ավանդական նորմերը դեռևս իշխում էին ընտանեկան կյանքում եւ իրավունքի ոլորտում, բայց լուսավորական շարժման զարգացման եւ ազգային քաղաքական պայքարի ֆոնին սկսեց կնոջ աստիճանական ազատագրումը եւ նրա ձայնի բարձրացումը հասարակական կյանքում։ Նարդոսն առաջին գրողներից էր, որն անդրադարձավ այս խնդիրներին։ Նա հատկապես ուշադրություն է դարձրել կնոջ ճակատագրին, նկարագրելով նրանց ապրած ողբերգությունը ողջ խորությամբ, ցույց տալով նրանց կործանումը։ Նարդոսի կին կերպարները սովորաբար բաժանվում են երկու հիմնական խմբի, պայմանավորված նրանց սոցիալական դիրքով, սակայն երկուսն էլ կրում են իրեն ժամանակի ճնշումը։ Մեր թաղապատված աշխարհում Նարդոսը պատկերում է Թիֆլիսի ծայրամասերի աղքատ, աշխատավոր կամ կիսաշխատավոր խավի կանանց։ Այս կանայք տրամաբեռնված են տան ամբողջ հոգսով, հաճախ ստիված են ծանր աշխատանք կատարել, մինչդեռ տղամարդիկ կարող են վաստակած ողջ գումարը տալ խմիչքին։ Նրանք հաճախ դառնում են ամուսինների կամ ընտանիքի տղամարդկանց կողմից իրականացվող ֆիզիկական եւ հոգեբանական բռնության զոհեր։ Օրինակ հոգուն վրա հասավ պատմվածքում կինը լուռ ու անտարբեր է դառնում ամուսնու կռիվների, ծեծի ու հայհոյանքների դեմ։ Կրթությունից զրկված լինելու պատճառով նրանք հեշտությամբ ընկնում են խաբեությունների եւ սնահավատության ճիրանները։ Ինչպես բժշկեցին նովելի հերոսուհի Մարթան, սնահավատության եւ բռնության զոհ է, որի դեմ պայքարելու գիտակցությունը չունի։ Կնոջ անձնական կյանքը, նրա ցանկությունները, սեր եւ երջանկության ձգտումը ենթակա են ընտանիքի եւ հասարակության կամքին։ Թե ինչ եղավ հետո, երբ շաքարմանից 2 կտոր շաքար պակասեց նովելում, բարձրացված է տգիտության եւ բռնության զոհ դարձած կնոջ ճակատագրի հարցը։ Երիտասարդ Աննան ստիպված է ամեն օր հանդուրժել իր հասցեին հնչած հայհոյանքները, ֆիզիկական բռնությունները։ Պայքարի ամենաթեթև փորձն անգամ ավարտվում է ողբերգությամբ։ Ցավալին այն է, որ երիտասարդ կնոջը սպանած ամուսինը չունի անգամ իր արածի սարսափելիության գիտակցումը։ Կնոջը սպանելու համար մեղադրվող դրոգաբան Յագորը նախնական քննության ժամանակ դատական քննչի հարց ու փորձին պատասխանելով ասում է. «Մի մուշտի տվի էլի, ուրիշ բան խո չեմ արել»։ Իսկ արդեն սպանված ծաղավնին Աննա Սարոյան վիպակներում Նարդոսը պատկերել է ավելի կիրթ, նյութական կարիքի մեջ չգտնվող, բայց միևնույն է նույնքան ողբերգական ճակատագրեր։ Այս կանայք կործանվում են ոչ թե աղքատությունից, այլ հասարակական կեղծ, բարոյականության եւ ընտանեկան բռնապետության պատճառով։ Նրանց մարդկային արժեքները եւ անհատական ցանկությունները անտեսվում են հանուն պատվի եւ բարեկեցության։ Սառան ըստ գրականագետների այն եզակի կերպարներից է, որն իր բողոքն է բարձրացնում բռնության դեմ դառնալով իր ժամանակին ճնշված կանանց խոսափողը։ Աննա Սարոյանի կերպարը ցույց է տալիս, թե ինչպես են կրթված ընտանիքի կանայք նյութական բարեկեցությունը կորցնելուց հետո կործանվում, քանի որ պատրաստ չեն կյանքի դժվարություններին, չեն ստացել կյանքի փորձությունները հաղթահարելու դաստիարակություն։ Անցել է 1 տարից ավելի։ Այսօր հայ կինը, իհարկե, իրավական առումով ազատ եւ հավասար է, ունի կրթության եւ աշխատանքի հնարավորություն, պայքարում է սեփական իրավունքների եւ ազատության համար, սակայն ընտանեկան հարաբերությունների պարագայում խնդիրը շատ դեպքերում շարունակում է մնալ արձիական։ Այսօր էլ շատ դեպքերում կանանց կամ երեխաներին 1-2 հարված տալը համարվում է նորմա։ Ինչպես գրականությունը, այնպես էլ թատրոնը հայելի են, որում արտացոլվում է իրական կյանքի զարկերակը։ Նրանք արձագանքում են ժամանակի շնչին, մարդու ցավին ու երազանքին, արտահայտելով այդ ամենը արվեստի լեզվով։ Շնորհակալություն հայտնել ձեր գեղեցիկ խաղի համար, որը խզել է գրեթե բոլորիս։ Շնորհակալ ձեզ, նախ որ եկել եք։ Ինչ դժվարություններ են եղել ձեր կերպարից եւ ինչ ասելիք ունի ձեր կերպարը 21-րդ դարի մարդուն։ Ինքը բավականին մեծ հոգեբանություն ունեցող կերպար է, հա, ու մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որ յուրաքանչյուր մարդ գրեթե 80%-ը մտածում է, որ այս 21-րդ դարում նման բան լինել չի կարող, բայց հավատացեք, հա, եթե չլիներ ու ասելիք չունենար կերպարը, մենք այս ժամանակահատվածում նման բեմադրություն չենք անի, որովհետև մոտավորապես 150 տարի առաջ է այս ամեն ինչը տեղի ունեցել, բայց եկեք ու տեսեք 21-րդ դարում կա նման բան, հա, կնոջ կարծիքը հաշվի չառնել, հալածանք, այսինքն տղամարդու խոսքը ընտանիքում ավելի մեծ տեղ ունի, քան կնոջ խոսքը, որը որ կարծում եմ ներկա ժամանակաշրջանում շատ դժվար է, հա, պետք չի այդպես լինի,
Իսկ այն պայքարը կնոջ եւ տղամարդու մեջ կա, եղել է եւ պետք է լինել։ Յուրաքանչյուր կին իր խոսքը պետք է բարձրացնի։ Կերպարի նպատակը այն է, ոչ թե ինքը խեղճ կերպարը, հա, որ պետք է իրան խղճալ, այլ այս կինը պայքարում է մնացած կանանց կողմից, որ բարձրացնի, որպեսզի կարողանան նույնիսկ կանայք էլ լուրջ մնան, այսինքն այդ հարցի լուծումը տրվի, որ իրանք էլ են մարդ, իրանք էլ են կարող ապրել ու իրանք էլ իրենց խոսքն նպատակ ունեն։ Պետք չի, որ իրանք էլ հալածվեն, այնպես որ ոնց որ եղել է անցած մի քանի տարիներ առաջ, հիմա նույն կերպ 21-րդ դարում նույն խնդրի առաջ մենք կանգնած ենք։ Ով փորձի շղթել, ես կհամոզեմ, որ նման բան իսկապես կա։ Նույնիսկ ծանոթների մեջ կարող եմ նման բաներ, դա օրինակներ բերել, որ կա նման բան, որը որ շատ ցավալի է։ Նման հարցը պետք է բարձրաձայնվի, ոչ մի կին պետք է լուրջ չմնա, որովհետև սա այնպիսի խնդիր է, որ լուծումը պարտադիր պետք է տրվի։ Այդ օրերից անցել է մոտավոր 150 տարի։ Ինչ եք կարծում, կանանց այդ աջակնաժամը դեռ շարունակվում է մնալ նույնը։ Տեսեք, վախտի բերմամբ, թե դժբախտաբար չգիտեմ, բայց ես շատ հաճախ եմ լինում Հայաստանի մարզերում եւ հատկապես շատ խուլ գյուղերում, այնպիսի գյուղերում, որոնց մասին մենք նույնիսկ պատկերացում չունենք։ Եվ այո, ցավոք սրտի կան։ Մեր թաղը երբ որ սկսեցինք փորձել, ես շատ վախեցա, որովհետեւ թեմաներ էին, որոնք վերհիշեցի մեր թաղը ամբողջությամբ պատմվածքները եւ վախեցա նմանեցնելով շատ ճանաչված մի հաղորդում ունենք, որ մեծ ռեյտինգ է վայելում եւ ափսոսում էինք, որ նման մարդիկ կան, բայց կարծես թե այս կերպարները հենց այն կերպարներն էին, որոնք հոգեբանի կարիք ունեին։ Այսօր եւս այո կան, ցավոք կան ընտանիքներ, որտեղ տղամարդու խոսքը շատ ավելի կարևոր է, բայց ոչ այն տղամարդու, որը ընտանիքի ամբողջական պատկերը պատկերացնում է հայկական, բայց ոչ այնպես, ինչպես որ պետք է լինի։ Դա նաև ենթադրում եմ, որ կրթության պակասից է եկել։ Այսինքն գյուղերում կրթությունը ավելի անհասանելի է եղել եւ ավանդույթները խառնվել են ոչ թե կրթությանը եւ դարձել գեղեցիկ բան, այլ այդ ավանդույթները խառնվել են մեր վատ կողմերում։ Ունենք այն, ինչ ունենք։ Բնականաբար կանայք շատ դժվար ճանապարհ են անցել, մենք այստեղ ունենք նպատակ ցույց տալու, որ միևնույն է, մի օր դա տրաքելու է, մի օր դա պայթելու է եւ վախի հողի վրա անոնի կերպարը, Շուշանի հողի վրա, որ միևնույն է պայթում է, բայց վեճի է վերածվում, դե մենք դեմ մահ ցույց տալու իրավունք չունենք, բայց ի վերջո մահանում է մարդան, որը որ այլ պատկերներ է տեսնում եւ այսինքն արտահայտվելու խնդիր է եղել։ Մարդիկ չեն կարողացել արտահայտել մեծերի հետ շփվել այնպես ինչպես որ պետք է։ Իհարկե նաև մեր թաղը շատ վտանգավոր է, որովհետև որքանով որ գիտեմ հիմա նույնիսկ դպրոցներում այդ հարցներ քննարկվում, որ հին է եւ չպետք է լինի, բայց մեր այս ներկայացումը քանի կա, դա նշանակում է, որ մենք նաև պայքարում ենք, որ դուք ամեն դեպքում մեր դասականի ստեղծագործությունն է եւ պետք է լինի։ Մերսի շատ։ Խնդրեմ Հասարակական կազմակերպությունների տվյալներով տարեկան միջինում 10-ից 20 կին է սպանվում ընտանեկան բռնության հետևանքով։ Տարբեր սոցհարթակներում վերջին ամիսներին կատարած մեր դիտարկումները ևս փաստում են, որ շատ կանայք ենթարկվում են հալածանքների, ընտանեկան բռնությունների եւ շատ հաճախ ոչ իրենց, ոչ երեխաներին չեն կարողանում պաշտպանել այդ բռնաճնշումներից։ Ոչ պակաս հետաքրքրական եւ կարեւոր է այն, թե ինչ է մտածում այս խնդիրների մասին ապագա սերունդը։ Ավելի քան 612-ից 10 տարեկան աշակերտներ անանուն սոցիալական հարցման շրջանակներում պատասխանել են այն հարցերին, թե ինչպես են վերաբերվում կանանց հանդեպ ընտանիքում եղած բռնություններին, երբևէ իրենց շրջապատում առնչվել կամ լսել են նման դեպքի մասին։ Ուսադրող էր այն հանգամանքը, որ հարցմանը մասնակցած պատահիների 82%-ը դատապարտում էր ընտանեկան բռնությունները։ Միաժամանակ ցավալիորեն արձանագրեցինք, որ 18%-ը նորմալ էր համարում կանանց հանդեպ ճնշումները, արտահայտելով այն միտքը, որ կնոջ հանդեպ եղած ծեծը ունի դաստիարակչական նշանակություն։ Կնոջ պետք է ծեծել, եթե նրա որևէ արարք սխալ են համարում, կարելի է ծեծել նաև նախապես, որ հանկարծ կինը որևէ սխալ քայլ չանի։ Իսկ հարցվածների ավելի քան 37%-ը լսել կամ ծանոթ էր կանանց երեխաների հանդեպ եղած ընտանեկան բռնությունների դեպքերի։ Թեմայի մասին առավել օբյեկտիվ պատկերացում կազմելու, իրավական մեխանիզմների մասին տեղեկանալու, բռնությունների սոցիալ-հոգեբանական հիմքերը պարզելու համար այցելեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ զրուցեցինք համապատասխան մասնագետների հետ։
Ողջունում ենք ձեզ, մենք համար 198 ավագ դպրոցի սաներն ենք, ես Քարտաշյան Շուշանն եմ, 12-րդ դասարանի աշակերտուհի եմ, մենք իրականացնում ենք նախագծային աշխատանք, սմարթ էկրաններ աշխարհացույցի դպրոցներին նախաձեռնությամբ և այս նախագծային աշխատանքում մենք ուսումնասիրում ենք Նարդոսի կյանքը, ստեղծագործությունները և ուսումնասիրելով նրա ստեղծագործությունները առնչվում ենք տարբեր տեսակի իրավիճակների, բռնություններին հատկապես և այսօր այստեղ ենք եկել, որպեսզի հասկանանք բռնությունների վիճակագրությունը, ինչ է կատարվում երկրում ներկայումս այս պահի դրությամբ եւ ինչ կարող ենք մենք անել այս իրազեկման աշխատանքները ինչքանով կօգնեն մեզ։ Մենք իրականացրել ենք սոց հարցում գրեթե 600 աշակերտ անանուն հարցման արդյունքում պատասխանել են եւ ապշեցուցիչ պատասխաններ ենք ունեցել։ Այսօր մենք այստեղ ենք գտնվում, որպեսզի կարողանանք որոշակի հարցեր ուղղել ձեզ եւ մեր իրազեկման աշխատանքները իրականացնենք։ Ձեզ ես Սամի Ավագյանն եմ, 11-րդ դասարանի աշակերտուհի, հարցս հետևյալն է. ինչպիսին է Հայաստանում վիճակագրությունը կանանց բռնության վերաբերյալ եւ որոնք են դրա հիմնական դրսեւորումները։ Ես Դիանա Գրիգորյանն եմ, Մարդուրանքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական եւ կրթական կենտրոնի խորհրդատու։ Մեր կենտրոնը զբաղվում է հենց իրավական նորմերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ կայացնելով պաշտպանի անունից եւ կարող եմ նշել, որ մեր տարեկան հաղորդման մեջ մենք նշել ենք, որ 2024 թվականում ըստ տվյալների, որոնք տրամադրվել են ներքին գործերի նախարարության կողմից, արձանագրվել է 1360 բռնության դեպք, որից մենք մեր ստորաբաժանումը համապատասխան 2024 թվականի ընթացքում ստացել է 81 բողոք դիմում, որոնց վերաբերյալ 57 մոտավորապես դեպքերի զոհերը եղել են կանայք, 13 տղամարդիկ եւ արդեն 17 դեպքերի զոհերը եղել են երեխաները։ Բարև ձեզ, ես Միլիանա Թադևոսյան, որոնք են երեխաների եւ կանանց պաշտպանելու իրավական հիմնական մեխանիզմները Հայաստանում։ Շնորհակալություն հարցի համար։ Երեխաների վերաբերյալ ես կպատասխանեմ, հետո գործընկերս կշարունակի։ Երեխաների իրավունքների ամրագրումը, ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով հետևյալն է ուրեմն ասում մեզ, որ օրինակ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան երեխային համապարփակ ձևով պաշտպանում է բռնությունից։ Բռնությունից երեխան կարող է պետք է պաշտպանված լինի նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում, երեխայի խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ընտանիքում, ինչքան որ ցավալի լինի դա նշելը, եւ ունենք նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մշակված մի ուղեցույց, որին կարող եք նաև ծանոթանալ էլեկտրոնային տարբերակով, հղումը կարող եք տեսնել մեր տարեկան հաղորդման մեջ համապատասխան գլխում, որտեղ հստակ ուղղորդվում է, թե երեխայի նկատմամբ բռնության դեպքում ինչպես պետք է դրան արձագանքել, նախ ինչպես պետք է բռնությունը կանխարգելել եւ ինչպես պետք է բացահայտել բռնության դեպքը։ Այս առումով պետք է նշել, որ պաշտպանը իր տարեկան հաղորդման եւ այլընտրանքային հրապարակային զեկույցներում միշտ այս հարցին անդրադարձել է, նշելով, որ մենք չունենք համապարփակ ռազմավարություն եւ մոտեցում երեխայի նկատմամբ բռնությունը հայտնաբերելու, այն կանխարգելելու եւ արձագանքելու ուղղությամբ, ինչը խիստ մտահոգիչ է։ Ես կարող եմ վիճակագրությունից մի փոքր հատված բերել, այն տվյալները, որոնք մենք ենք տիրապետում, օրինակ 24 թվականին բռնության դեպքերի վերաբերյալ մենք ստացել ենք 97 բողոք, այնպիսի պայմաններում, երբ 23-ին եղել է 67 դեպք, 22-ին եղել է 66, 21-ին 50 եւ 25 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ երեխայի նկատմամբ բռնության 80 դեպք ենք մենք ունեցել։ Թերևս այս հարցի վերաբերյալ այսքանը։ Նաեւ ես վերացնեմ, կանանց նկատմամբ բռնության հետ կապված բռնության զոհերը կարող են ինչպես դիմել ոստիկանությանը, այնպես էլ Մարդուրանքների պաշտպանին զանգահարելով 116 հեռախոսահամարին եւ նաեւ կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են հենց կանանց բռնության դեմ։ Շնորհակալություն։ Որքանով են արդյունավետ գործող օրենքները իրական կյանքում կանանց երեխաների շրջանում։ Օրենքների վերաբերյալ պատասխանեմ, որ
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս նշել է, որ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարելու կոնվենցիան, չնայած որ դեռևս 2018 թվականին ստորագրվել է, մինչ օրս չի վավերացվել եւ դա խնդիր է պաշտպանության բնագավառում, քանի որ մեր օրենքները կարող են հավելյալ հոդվածներ ստանալ, որոնք արդեն բոլոր խտրականության դեպքերը կներառեն իր մեջ եւ նաեւ պրակտիկ խնդիրներ կային, որ կանայք, չնայած որ կան օրենսդրական համապատասխան մեխանիզմներ, իրենք միևնույն է չեն դիմում, քանի որ վախենում են, որ բռնության դեպքերի մասին իրենց հարազատները կիմանան եւ նաեւ իրենք արդյունավետ համապատասխան օգնություն չեն ստանում։ Երեխաների մասով կարող եմ ասել, ինչպես արդեն նշեցի, մենք չունենք համապարփակ ռազմավարություն, ինչը այո, խնդրահարույց է եւ խնդիրը նաեւ կանում է նրանում, որ թերի օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցեր ունենք, օրինակ բռնության ոչ բոլոր տեսակներն են, որ իրենց առանձնահատկություններով հանդերձ ուրեմն ունեն նաեւ արձագանքման ճիշտ մեխանիզմներ, օրինակ մենք ունենք դեպքեր, երբ երեխան համացանցում է ենթարկվում բռնության եւ այս հաղորդակցման տեղեկատվական հաղորդակցման ցանցերում բռնությունը հայտնաբերելու, բացահայտելու այո արձագանքելու հետ կապված մեխանիզմների բացակայության հետ է կապված այս խնդիրը։ Ես նախորդ հարցի հետ կապված նշեցի նաև ուղեցույցի մասին։ Մեր մշտադիտարկման արդյունքները, մեր իրազեկման միջոցառումների ժամանակ մենք տեսնում ենք, որ ոչ բոլոր հաստատությունները նախ տեղեկացված են ուղեցույցի մասին եւ ոչ բոլոր հաստատություններում առկա է այդ ուղեցույցը, ինչը երեխաների հետ աշխատող մասնագետների համար խիստ կարեւոր է։ Շնորհակալություն։ Տարեց տարի բռնության իրականացման դեպքերը նվազում են, թե աճում են։ Ինչպես կմեկնաբանեք այս փոփոխությունները եւ որքանով են այս տվյալները համապատասխանում իրական պատկերին։ Երեխաների մասով պատասխանեմ, որ տեսեք, մեր իրազեկման միջոցառումները այս հարցին կարելի է ընդհանուր երկու կողմի տեսանկյունից նայել։ Բռնության դեպքերի վերաբերյալ, երբ մենք ստանում ենք բողոք կամ ահազանգ, բնականաբար դա մտահոգիչ է որպես երևույթ, բայց ունի նաև մեկ այլ կողմ, որ անձը իրազեկված է, որ բռնության է ենթարկվել եւ կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին պաշտպանություն ստանալու համար։ Սա եթերևս միակ քիչ թե շատ դրական երևույթը կարելի է համարել, եթե իհարկե այս համատեքստում առհասարակ որևէ դրական երևույթ կարող է լինել, բայց այս առումով, եթե թիվը մեծանում է, ինքը որպես թիվ խիստ մտահոգիչ է որպես երևույթ, բայց նաև ինչ որտեղ իրազեկումը տալիս է որոշակի արդյունքներ, երբ բռնության ճանաչման, հայտնաբերման, արձագանքման եւ կանխարգելման այս մեխանիզմում փաստորեն դիմում են եւ խնդիրը բարձրաձայնում են, ինչը որ կարծրատիպերի եւ արժեհամակարգի ապարագայում մեր օրերում տարածված որպես առաջընթաց կարելի է համարել, որտեղ շատ դեպքերում, հիմնական դեպքերում բռնությունը թաքցնում են եւ բռնության ենթարկվողն է թաքցնում եւ բռնությունը բնականաբար գործադրողն է թաքցնում։ Արդյոք ներկայիս օրենսդրությունը բավարար է երեխաներին եւ կանանց պաշտպանելու համար, որոնք են դրա բացերը եւ եթե իհարկե կան։ Օրենսդրական այո փոփոխությունների հետ կապված նշեմ, որ իհարկե մենք աշխատում ենք բարելավենք ներկայումս արդեն ընդունված կարգավորումներին մեր մարդու պաշտպան ներկայացնում է կարծիքներ նախագծերի վերաբերյալ եւ նշեմ, որ կան մինչև հիմա ավելի շատ պրակտիկ խնդիրներ, օրինակ մենք նաև կազմակերպում ենք եւ աջակցում ենք վերապատրաստումների, քանի որ լիազորված մարմինները շատ հաճախ իրենք են ինչ որ կարծրատիպեր ունենում եւ առնչվում այդ կարծրատիպերով, երբ աշխատում են զոհերի հետ եւ շատ կարեւոր է այդ կարծրատիպերը կոտրել, որպեսզի ոչ միայն արդեն ինչ որ օրենսդրական կարգավորումները աշխատեն, այլ նաեւ պրակտիկ մենք ունենանք արդյունավետ մեխանիզմներ։ Շնորհակալություն։ Հայաստանում որքանով են տղամարդիկներ գրաված այդ պայքարի մեջ որպես աջակիցներ։ Կարող եմ նշել, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, ինչպես ես արդեն նշեցի, որոնք աշխատում են կանանց հետ եւ բռնության զոհերի հետ եւ այդ կազմակերպությունների անդամները իհարկե ավելի շատ կանայք են, բայց նաեւ տղամարդիկ են մասնակցում եւ միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի կանայք իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին եւ դրանց պաշտպանելու մեխանիզմների վերաբերյալ։ Ինչ դեր ունի կրթական համակարգը իրազեկման եւ կանխարգելման մեջ
եւ ինչ կարող անել դպրոցը այս հարցում։ Շնորհակալ եմ հարցի համար, իրականում այո շատ մեծ դեր ունի քրթական համակարգը, ես ինչպես արդեն նշեցի, ուղեցույցը հստակ տալիս է այդ հարցերի պատասխանները։ Նախ բռնության բացահայտման, կանխարգելման եւ արձագանքման համար դպրոցն ունի պատասխանատու անձ, որը զբաղվում է այդ իրազեկումով։ Իրազեկումով զբաղվում են նաեւ պաշտպանի աշխատակազմը, մեզ մոտ տարվա ընթացքում այս տարի որում պաշտպանը իրազեկման արշավ է հայտարարել, այս արշավի շրջանակներում մեզ այցելում են բազմաթիվ հանրակրթական ուսումնական հաստատություններից աշակերտներ, մենք ենք այցերով լինում դպրոցներում եւ իրազեկման բավականին ծավալուն աշխատանքներ ենք կատարում։ Դպրոցը այն կարևոր միջավայրն է, որտեղ երեխան իր ժամանակի մեծ մասն է անցկացնում եւ բռնության ճանաչման հետ կապված խնդիր մենք ունենք, օրինակ մանկավարժների շրջանում կամ երեխայի հետ աշխատողար հասարակ մասնագետների շրջանում մենք ունենք մի իրավիճակ, երբ բռնությունը չեն ճանաչում։ Օրինակ մասնագետները, երեխայի հետ աշխատող մասնագետները, մանկավարժները իրենց դասավանդման մեջ կարող են կիրառել բռնություն։ Ընդ որում նաև մեկ այլ խնդիր է, երբ բռնություն ասելով մանկավարժը կամ երեխան կարող է հասկանալ միայն ֆիզիկական բռնությունը։ Իրականում գործ ունենք նաև հոգեբանական բռնության հետ, բուլինգի հետ գործ ունենք, ինչպես ձեր աշակերտը նշեց, եւ այս Պարագայում հիմնականում դպրոցը սահմանափակվում է նրանով, որ օրինակ եթե երեխան բուլինգին մոտ վարքագիծ է դրսևորել, նրա ծնողի հետ է աշխատանքը տարվում այն առումով, որ ուղղակի կանչում են դպրոց եւ այսպես երեխային ընդհանուր վարքագծից են բողոքում, մինչդեռ դա պետք է հենց դպրոցում այդ խնդիրը լուծվի եւ երեխաներին պետք է բացատրել, որ դա անընդունելի վարքագիծ է, որ պարտադիր չէ երեխային հարվածել եւ ֆիզիկական բռնության ենթարկել, որպեսզի այդ վարքագիծը որակվի որպես բռնություն։ Ուստի այս առումով եւ հանրակրթության ոլորտում եւ երեխայի խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում այո շատ կարեւոր է այդ միջոցառումները, մասնագետների վերապատրաստումները, երեխաների իրազեկման աշխատանքներն իրականացնելը։ Իրազեկման տեսանկյունից ուզում եմ նաեւ մեկ կարևոր բան նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործում է երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհուրդ, որը ձևավորվել է 24 թվականի նոյեմբերին, իրան տանջանք նիստ է տեղի ունեցել նոյեմբերի 20-ին։ Ընդգրկվել են տարբեր տարիքի երեխաներ, ընդ որում ընդգրկումը եղել է հենց երեխաների կողմից, այսինքն եղել է երկփուլ, այսպես գրավոր ընդհանցակարգ եւ բանավոր հարցազրույց եւ երեխաներն են ընտրել։ Հենց երեխաները ընտրել են երեխաներին եւ երեխաների ձայնը լսել է դարձնելու տեսանկյունից շատ խիստ կարեւոր եմ համարում։ Երեխաները մեզ շատ են օգնում, խորհրդի աշխատանքը մեզ շատ է օգնում հայտնաբերել տարբեր խնդիրներ, որովհետև այն խնդիրները, որոնք երեխաները կարող են տեսնել եւ արձանագրել, շատ դեպքերում մեծահասակը կարող է չտեսնել եւ չընկալել։ Եվ այս առումով երեխաների ձայնը մեզ շատ է օգնում հենց նաեւ բռնության համատեքստում, որպեսզի հասկանալ, թե երեխաները ինչպես են գնահատում առհասարակ բռնությունը եւ իրենք ինչպիսի լուծումներ են տեսնում այս հարցում։ Նաև հավելեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի առընթերը գործում է կանանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն։ Այդ կազմակերպության անդամներն են փորձառու հասարակական կազմակերպություններ, որոնք օգնում են արդեն եւ աջակցում են պաշտպանին վերհանել այդ բոլոր առկա այս բնագավառում խնդիրները։ Ինչպիսին է հանրային վերաբերմունքը կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության խնդրի հանդեպ եւ արդյոք կա վախ կամ մեղադրանք Զոյի Ասցեին։ Պատասխանեք դրանք կանանց մասով։ Կանանց մասով նշեմ, որ մեր տարեկան հաղորդման տվյալների համաձայն այո, կանայք մինչև հիմա նման վիճակագրություն կա, որ կանայք չեն ներկայացնում իրենց խնդիրները հենց իրավապահ մարմիններին, օրինակ իրենք կարող են կիսվել իրենց ընկերուների հետ կամ ընտանիքում հարազատների հետ, բայց չհասնեն այն մակարդակին, որ արդեն բարձրաձայնեն այդ խնդիրները։ Երեխաների մասով կարող եմ նշել, որ մեզ դիմում են նաև հենց երեխաները, հենց բռնության ենթարկված երեխաներ, նաև նրանց ընկերները, եւ պետք է ասել, որ շատ դեպքերում, երբ բռնությունը թաքցվում է, հենց հասարակության կողմից թիրախավորվելու տեսանկյունից է թաքցվում, եւ նաև ուզում եմ նշել, որ բռնության ենթարկված երեխայի հետ տարվող աշխատանքները պետք է այնքան զգայուն լինեն եւ այնքան ճիշտ կազմակերպեն, որպեսզի դրա մասին խոսելը եւ բարձրաձայնելը երեխայի համար ավելի անբարենպաստ հետևանքներ չառաջացնի։ Եվ
նաև ուզում եմ նշել, որ շատ դեպքերում, երբ օրինակ երեխան ընտանիքում է ենթարկվում բռնության կամ ծնողի կողմից կամ նրա օրինական խնամակալի կողմից, դա համարվում է դաստիարակության ինչ-որ մաս եւ նույնիսկ որոշ դեպքերում խրախուսվում է, ինչը անընդունելի է եւ խիստ մտահոգիչ է այս դեպքերում։ Միայն օրենքների կիրառումը բավարար չէ մեր հասարակության հիմքերը ապակայունացնող չարիքներից մեկը վերացնելու համար։ Ընտանեկան բռնությունը ոչ թե մասնավոր, այլ հանրային աղետ է, որը պահանջում է համընդհանուր մոբիլիզացիա։ Բռնությունից զերծ հասարակություն կառուցելու բանալին գտնվում է կրթության մեջ, որը պետք է դառնա մեր գլխավոր զենքը կարծրատիպերի եւ ագրեսիայի հաղթահարման դեմ։ Դպրոցը, ընտանիքը, եկեղեցին, պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը պետք է միավորեն այս առաքելության շուրջ։ Միայն մեր համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել մի սերունդ, որի համար բռնությունը նորմալ չի լինի։ Եկեք կանանց եւ երեխաների համար ապահովենք ապրելու եւ զարգանալու իրավունքը զերծ վախից ու ցավից։ Պայքարը շարունակվում է մեր տներում, մեր դասասենյակներում, մեր փողոցներում։ Դա մեր ընդհանուր պայքարն է հանուն ավելի լավ Հայաստանի եւ ավելի մարդասիրական աշխարհի։